Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունիսի 25-ի համար։ Այս երկու մի փոքր սիրելիներս ձայներ կարող են լինել, դրսի իհարկե, որովհետև պատուհանները բաց են, որովհետև շոկը պետք է հենց որ հով է լինում մի փոքր, անպայման ուզում ենք բացել եւ անհնարին այդքան փակել պատուհանը եւ խոսել, տեսանյութեր անել։ Օրը չորեքշաբթի է եւ տեսնենք թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հունիսի 25-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը գումար կամ կծախսեք կամ գումարի մասին ինչ-որ մեկի հետ կարող եք խոսել։ Տհաճ պահեր կան, հնարավոր է այդ ամենը նաև կապված է գումարի հետ, սուտ է, այդ նման հարցերը կարող է գումարի հետ է կապված կամ պետք է տային ձեզ կամ պետք է ինչ-որ բան վճարեին, չեն վճարել, նմանատիպ հույսը բաներ կարող են լինել։ Ամենայն դեպս սուտը կա, ուշադիր եղեք։ Եվ հանդիպում շփում ձեզ համար մտերիմ անձնավորության հետ կամ աշխատանքի վայրում կգտնեք ձեզ մտերիմ անձնավորություն, կմտերմանաք իր հետ, նաև կա մեկ աշխատանքի վայրում, ով որ ձեզ հավատարիմ է, թե բիզնես ունեք, ապա բիզնեսում է հավատարիմ ձեզ, եւ գնալ ընդունվել աշխատանքի եւ տեսնեք այնտեղ աշխատում է ձեզ համար շատ մոտ մարդ։ Նաև այդ օրը հրավերք ոչի առիթի կամ առիթ կարող եք ստեղծել դուք ինքներդ, կարող այստեղ ընդունվում եք աշխատանքի, եւ առիթ եք ստեղծում եւ ունեք այնպիսի իրադարձություններ, որոնք որ ձեզ հետ տեղի են ունենում յուրաքանչյուր ամիս եւ կամ վերջի մեկ ամսվա իրադարձությունն է ավարտվում։ Եվ որոշ գործեր կմնան, որոշ գործեր չեք հասցնում ավարտեք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունիսի 25-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը նվեր կամ դուք կստանաք կամ դուք եք պատրաստում ինչ-որ մեկի համար նվեր, ինչ-որ բան տեղի կունենա ձեզ հետ, որը ձեզ համար նվեր է, դե գումար եք ծախսելու, կարող է իրոք նվերի վրա եք գումար ծախսում։ Եվ հանդիպում շփում ձեր ընկերոջը, ընկերուհուն, երջանիկ կլինեք, որոշ բաներ ձեզ կերջանկացնեն, ոչ թե գործողություններ կան ձեզ հետ, որոնք որ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս կկատարվեն, եւ տատանվում եք օրվա վերջ։ Ինչ-որ բաներ են, որ ձեզ կարող են տանջել, տատանվեք, եւ գումարի մասին կարող եք խոսել, կամ գումարի մասին կարող եք մտածել, տատանվել, ինչ-որ բաներ են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հունիսի 25-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը երեխաների հետ կապված որոշ իրադարձություններ ունեք, նաև ինչ-որ բաներ են, որ ձեզ կերջանկացնեն, կարող է երեխաների հետ է կապված, կարող ընդունվում են աշխատանքի, ընդունվում են ինստիտուտ, ինչ-որ մի բան է լինում, կամ նաև հղիություն, ծննդաբերություն, դա եւս, նաև երեխաների ծնունդը կարող է լինել։ Եվ սուտ կա։ Ինչ որ սուտ է, հնարավոր է, եթե առիթ է երեխաների հետ կապված, ապա կարող է եւ ասում են կգանք ու չեն գալիս կամ նմանատիպ ինչ որ բաներ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հունիսի 25-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև սուտ կա, ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի ոլորտում ուշադիր եղեք, և իհարկե հանդիպում, ինչ-որ մարդու հետ, ուրիշ ինչ-որ բաներ չկա, կարևոր բաները դա են, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։
Ինչ է սպասվում առուսներին հունիսի 25-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը ոմանք կարող են հուզվել, արտասվել, հնարավոր նաև դա սիրո հետ է կապված, ձեր սիրելի մարդկանց հետ է կապված, կարող է գալիս են տուն ձեր սիրելի մարդիկ, ձեր հարազատները, նաև դա կարող է լինել սիրո խոստովանություն, որից հուզվում եք կամ ձեզ են անում կամ դուք պետք է անեք եւ հուզվում եք, որ պետք է անեք այդ պահին, կամ ուղղակի հանդիպում եք այն մարդկանց, ում որ վաղուց չեք տեսել, ձեր սիրելիներն են եւ հուզվում եք։ Հեռախոսազանգ նաև կունենաք, կարող է իրոք զանգարում են, ոչ թե գալիս, դա եւս պետք է հաշվի առնել։ Երեխաների հետ կապված որոշ իրադարձություններ ունեք այդ օրը, սուտ կա նաև, եւ օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, բացի դա էլ այստեղ նաև ունեք ցավ, կարող է դա նորությունից է, որ նորություն եք լսում, դա կարող է ձեզ ցավ տալ, հնարավոր է նաև սուտ է, սուտն է բացահայտվում, դա համար ձեզ ցավ տալիս, կախված է թե ինչ նորություն է։ Այսքանը ձեզ համար, ամենայն դեպս չեք տխրում դուք, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հունիսի 25-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը ուրախ եք, տրամադրությունը բարձր կլինի, էներգիայով լի կլինեք, հանկարծակի լուր կլսեք, որն էլ որ կարծես գաղտնիք է բացահայտում ձեզ համար։ Նաև ինչ-որ մի բան ձեզ կարող է ցավեցնել, հեռվանաք ինչ-որ մարդկանցից, կամ ինչ-որ բան ձեզանից հեռացնեք, այդ ամեն ինչը կապված է այդ ցավի հետ, կարող է այդ գաղտնիքն է ցավ տալիս իրոք։ Օրը երկակի է իրոք, մեկ ուրախ եք, մեկ տխուր, և առիթիկ ձեզ կարող են հրավիրել, կամ այդ օրվա համար, կամ այդ օրը ձեզ կարող են հրավիրել մեկ այլ օրվա համար, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին հունիսի 25-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք կունենան անելու, ոմանց մոտ բիզնեսը կարող է շատ էլի ինչ-որ շատ գործ լինի անեք, հանկարծակի լուր կլսեք այդ օրը, կարող է նաև աշխատանքի մասին է, հյուր կունենաք կամ դուք կգնաք հյուր, այնտեղ ինչ-որ մեկին կհանդիպեք, կարող գնում եք հյուր և այնտեղ ևս մեկն էլ կա, ում որ չգիտեք, որ այդտեղ է, կսպասեք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի կարող եք սպասել, որը որ կարող է իրոք ամեն ամսվա ինչ-որ բան է, դրան եք սպասում, կարող է յուրաքանչյուր ամիս ձեզ գումար են ուղարկում կամ ինչ-որ մի բան են անում ձեզ համար, դրան եք սպասում այդ օրը։ Եվ վերջին մեկ ամսվա իրադարձությունները կարող են ձեզ մոտից ավարտվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին հունիսի 25-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը որ չէ հաղթանակը ձեր կողմ կլինի, ինչ-որ մի բանում հաղթանակասուր գաք, ինչ-որ մի բանը լավ կավարտվի ձեզ համար և կարող եք հուզվել, կարող եք նաև արտասվել դրանից, հաջողություն ունեք օրվա վերջ, նաև հրավերք որևիցե առիթի, սեղանի շուրջ եք նստելու, հենց այդ օրվա համար է կարծես թե առիթը, և սեղանի շուրջ եք նստելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ
Ինչ է սպասվում աղեղնավորներին հունիսի 25-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ոչ մի տեղ կարող եք գնալ եւ երկար մնալ։ Նաեւ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ կանգնեք, հետո նոր արեք, մի պահ կանգ առեք, հետո նոր արեք, միշտ ապեք։ Օծեր կան, հնարավոր է օծերին է դա վերաբերվում, իրենց վերաբերմունքին, հետադարձ պատասխանին ավելի շատ երևի, որովհետեւ բամբասանքներ կարող են լինել, նաեւ ձեր շրջապատում կարող են բամբասել, ձեզանից կարող են բամբասել, կախված է թե ինչ շրջապատ է այդ օրը։ Նաեւ հյուր կունենաք կամ դուք կգնաք հյուր, աշխատանքի հետ կապված կամ հույսով եք, որ աշխատանք կգտնեք, կամ հույսով եք, որ քիչ աշխատանք կունենաք, կամ այստեղ մի խոսքով աշխատանքի հետ կապված ինչ որ բաներ են, կամ բիզնեսի հետ կապված ինչ որ բաներ են, կամ կհասցնեք, հույսով եք կհասցնեք պատվերը, հույսով եք, որ ավելի շատ աշխատանք կունենաք այսօր, որից էլ որ հենց կապված է ձեր վաստակած գումարը։ Եվ որևիցե իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս կկատարվեն, եւ ինչ որ գործեր կմնա այդ օրը, ինչ որ գործեր չեք հասցնի ավարտեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հունիսի 25-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը հանդիպում ունեք ինչ-որ մարդու հետ, ճանապարհ եք գնալու, այնտեղ օծեր կան կամ օծերի կարող եք գնալ հանդիպել, տեսնել իրենց։ Բամբասանքներ կամ ճանապարհին ում հետ որ գնաք անդադ այդպես թթված ձեր ականջին կբամբասի անընդհատ, կամ ինչ-որ մեկի մասին կամ կլսեք ձեր մասին բամբասանք, կամ դուք այդ ճանապարհի հետ կապված կարող է լսեք ինչ-որ մի բան ձեր մասին։ Դե կախված է ուր եք գնում, կարող օտար երկիր եք գնում եւ սկսում են խոսակցությունները նաեւ։ Եվ այդ օրը հանկարծակի լուր կլսեք երեխաների հետ կապված որևիցե իրադարձություններ կան այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հունիսի 25-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը ոմանք ժամադրության կգնան եւ բավականին երկար կմնաք տվյալ անձնավորության հետ։ Եվ ոմանք կարող են նաեւ պայմանավորվել ինչ-որ մարդկանց հետ, ձեր հարազատ մարդկանց հետ եւ հանդիպեք եւ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ այդ դեպքում երկար մտածեք, նոր հետո ինչ-որ մի բան պատասխանեք եւ այլն։ Այդ օրը նաեւ ձեր ձեռքից կարող եք որևիցե բան բաց թողնել, ինչ-որ հնարավորություն է կամ ինչ-որ գործ է եւ գումար կստանաք այդ օրը։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հունիսի 25-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը հույսով եք արթնանում, ինչ որ հույսով եք, որ մի բան այսպես կլինի, այնպես կլինի, նաև հույսներ դրեք ինչ որ մի բանի վրա, ինչ որ մեկի վրա։ Օրվա ընթացքում ինչ որ գործեր չեք հասցնում ավարտեք, կմնա, նաև հուզված եք, կարող եք նաև արտասվել, եւ օրվա ընթացքում նաև կպարկեք հանգստանալու, նաև կամ կցանկանաք պարկել, հանգստանալ, սա նաև ինտիմ հարաբերություններ է, կամ հնարավոր է, որ շուտ եք պարկելու քնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։